Ինչ շատ է գրում Սամվել Կարապետյանի ձերբակալման հետ կապված, դրա համար նրա ձերբակալման ու արդեն կալանավորման հետ կապված մի քանի բան կասեմ։ Նախ երբ տեսա ուժեղացված ոստիկանական ուժերի ներկայությունը, միանգամից հասկացա, պարզ էր արդեն, որ Սամվելին կալանավորելու են։ Հիմա արդեն բոլորս տեսանք պաշտոնապես հրապարակված կալանավորման որոշումը։ Հետն էլ ուղերձ, որն ըստ երևույթին ձևից, բովանդակությունից, այդ ամեն ինչից դատելով ակնհայտորեն նախապես պատրաստված է եղել։ Չեմ ուզում այդ ամեն ինչի վրա խորանամ, նույնիսկ պատճառների, ով լինելու, ով ինչ լավ բան արե, ով ինչ վատ բան արե եւ այլն։ Այս ամեն ինչը մի կողմ։ Ես ինչպես միշտ բոլորիդ ուշադրությունը ուզում եմ սևեռել լրիվ այլ բանի վրա, այսինքն ոնց ես եմ միշտ մտածում, որ կարևոր չի ինչ ասեցին, կարևորը թե ինչի համար ասեցին։ Ես հենց այս մտքից ելնելով ուզում եմ ձեր հետ կիսվեմ, որ այս ամեն ինչը ով ինչի համար կարա օգտագործի, ինչ կարա լինի ու այս ամեն ինչը սա իմ անձնական կարծիքն է, որով պարտքս համարեցի ձեզ հետ կիսվել։ Մնացածը, որ ասում ով ոնց գիտի թող ընկալի, ով ոնց գիտի թող տրամադրվի մոտենա ու մասնակցի կամ չմասնակցի այս հարցին։ Ուրեմն այք, սա պատահական գործընթաց չի, սենց ուղակի միամիտ, սա շղթայի հերթական օղակն է։ Ու այդ շղթան ունի հստակ ռեժիսուրա, հստակ նպատակ։ Ու ինչ ամենակարևորն է, սպասվող հաջորդ փուլեր։ Ըստ արդեն մի քանի տարի կրկնվող ժանրի կանոնների, այս գործողությանը հետևելու է անդիմության, հրապարակային դժգոհության գործընթացի կազմակերպումը։ Հեսա բոլոր իրանց տարբեր էջերով, կայքերով բանով, մեծ աղմուկ կփորձեն բարձրացնել, փողոցային շարժումներ, հայտարարություններ, ուղերձներ, ինչ որ միշտ ու վերջում երկընտրանք։ Իմանայք, եթե այս ամեն ինչը այս հունով գնա ոչ թե ուրիշ, կամ Նիկոլը կհայտարարի արտահերթ ընտրությունների մասին, կամ նրան իբր գահընկեց կանեն, կզրկեն իբր էլի, ու հանձնարարություն կտան նոր դեմքին, նույն համակարգից, նույն ռեժիմի, նույն սցենարի մեջտեղից։ Ու հենց ստեղ է ամբողջ ճշմարտության կիզակետը, ոչ Նիկոլը, ոչ այսօրվա այսպես կոչված ընդդիմությունը, որը ամեն կալանավորման, տեսեք, այս դեպքում էլ Սամվել Կարապետյանի կալանավորումը, ամեն սահմանին կրակոցին, ամեն Նիկոլի հակահայկական քայլի կամ խոսքի առիթը բաց չի թողնում իշխանության գալու փորձ անելու համար։ Այսօր էլ իբր սրտները ցավում է Սամվել Կարապետյանի համար։ Արդյունքը կտեսնենք էլի, իրոք պայքարում են նրան ազատելու համար, թե նրա կալանավորումը օգտագործում են որպես հարմար առիթ մի հերթական անհաջող փորձի իշխանության գալու համար։ Մի խոսքով ոչ Նիկոլը, ոչ ընդդիմությունը որևէ կապ չունեն հայ ազգի իրական ազատագրման, անվտանգության կամ պետական ու ազգային արժանապատվության հետ։ Նրանք բոլորը այս կամ այն ձևով նույն խաղաքարտի տարբեր երեսներն են ու ամեն անգամ երբ իրանք իրար դեմ խաղ են սկսում իբրև թշնամիներ, իրականում կատարում են մեկ ընդհանուր սցենար, որի նպատակը մեկն է՝ հայ ժողովրդին հեռու պահել իրական վերափոխումից, իրական իշխանությունից, իրական ազգային նպատակադրումից։ Այս ամենը տեղի ունենում այսօրվա այս աշխարհաքաղաքական ճնշումների ֆոնին։ Միջազգային մեծ խաղացողները Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Արևմուտք, նույն այս դեպքում իհարկե Ռուսաստանը, տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու համար փորձում է խախտել բալանսը Հայաստանում։ Այս ամենի կենտրոնում էլ գտնվում է մի հատ փոքր, բայց անբացատրելի ուժեղ ու վեհ ազգ, հայ ժողովուրդ, որը այս պահին իրականում կանգնած է կամ պատահական ընտրություն կատարելու կամ ճակատագիրը սեփական ձեռքերը վերցնելու շեմին։ Ու մեր բոլորի ճակատագիրը կախված է հենց այդ ընտրությունից, այսինքն ձեր ընտրությունից։
դուք որն եք ընտրելու սցենարով նախատեսված անուններից պատահականության սկզբունքով որևէ մեկին, թե ձեր իսկ ճակատագիրը կվերցնեք ձեր իսկ ձեռքը ու կկառուցեք ձեր երազած ու ձեզ արժանի Հայաստան։ Իսկ ես վաղուց զգուշացրել էի, ես ասել եմ, որ իշխանության այս համակարգը, թե ձևական իշխանությունը, թե ձևական ընդդիմությունը ուղղակի ձևափոխված կառույցը միևնույն կապիտուլյանտ հենքի վրա։ Տեսեք, մեզ չի տրվում իրական ընտրություն, մեզ առաջարկում են իրար փոխարինող ֆիգուրներ, առանց որևիցե համակարգային այլընտրանքի, բայց մենք այլընտրանք ենք, մենք չենք պայքարում կոնկրետ որևէ մեկ դեմքի դեմ, մենք պայքարում ենք մեր ժողովրդին դարավոր նվաստացման ծրագրի դեմ, որն էլ այո, պարունակում է նաև դեմքեր, կատարածուներ, կատարողներ, ու իմ այդ պայքարը լինելու է մինչև վերջ, սա թող իմանան բոլորը։ Այս իրավիճակում կա միայն մի իրական ելք, հայ ժողովուրդը պետք է դերակատար դառնա, ոչ թե դիտորդ, այլ դերակատար, այսինքն ունենա իր մասնակցությունը, ոչ թե ուղղակի նստի կողքից նայի, ու մասնակցություն ոչ թե իշխանական խաղերին կամ սուտի ընդդիմության պայքարին, իրական հայկական ազգային անաչառ պայքարին, որի դեմ հաչացին թե իշխանության, թե ընդդիմության թուլեկն ու լակոտները, որովհետև դա իրանց սցենարից դուրս է, իրանց պապաների, որովհետև դա իրական ազգային հեղափոխություն է։ Սա էլ մեծ հուշում բոլորիդ, որ ձեր հետևությունն անեք, թե ով է իրականում մաքուր ձև պայքարում ու ով ունի քաղաքական պապաներ, եսիմին շահավետ առաջարկներ եւ այլն։ Հիմա տեսեք, դերակատար դառնալու համար հայր ջան, հասկացեք, հերիք չի, բավարար չի միայն բողոքել, բավարար չի մենակ ստատուս գրել ու ուղիղ եթերներ մտնել, բավարար չի միայն հետևել ու օնլայն աջակցում եմ ասելը, բավարար չի միայն չսիրել Նիկոլին կամ կասկածել ընդդիմությանը, պետք է առաջնորդվել գաղափարով, պետք է միավորվել նպատակ ունեցող շարժման շուրջ, վերածննդի շարժման շուրջ։ Մենք ստեղ ենք հենց այդ նպատակի համար։ Լույսի բանակը, վերածննդի շարժումը վաղուց արդեն այլընտրանք չեն, այլ միակ իրական ճանապարհն է դեպի ազգային արժանապատվություն, ինքնիշխանություն ու անվտանգ ապագա։ Ես արդեն հոգնել եմ սա կրկնելուց, ինչքան ժամանակ այս նույն բանը ասում եմ, ու նորից նույն լռությունը, նույն անմասնակցությունը, սենց ժամանակ հարցնում են, բա որտեղ եք, ուր գանք, միանանք, մի ամիս ազատության հրապարակ էինք, չիմացաք, բախի չեկաք, հիմա էլ ասում են ինչու ոնց, մարդկան ընդհանրապես ասում է, իսկ դուք ով եք, ինչ ունեք արած հայրենիքի համար, դրա համար եմ միշտ ասում, տարածեք, նայեք, ծանոթացեք, ինչեր ունենք արած հայրենիքի համար, այդ ամեն ինչը մեկտեղված է Լուիսը Ներսոն վավերագրական ֆիլմի մեջ, նայեք ու հլը տեսնեմ դուք այդ հարցնողները տենց տոնով, նրանք ում սատարում եք դուք, միասին վերցված, զրո բյուջեով, առանց լուրջ աջակցության, առանց լուրջ թիկունքի մեջքի ու հովանավորչության, այս մեր արածի կեսը, արած կաք, որ այդ տոնով հարցնում եք, ինչ ունեք արած, որ մի հատ էլ ձեր հետևից պետք է գանք։ Այն որ նայեք իմացեք, ինչ ունենք արած ու մի հատ հլը դուք ձեր համար վերլուծեք, դուք դրա կեսը գոնե արած կաք կամ պատրաստ եք անելու։ Հիմա նայեք, հայր ջան, մեզ հաստատ, ես որ ասում եմ մեզ, ինձ ու ձեզ, մեզ բոլորիս, ձեզ էլ էդ թվում, չեն տալու տուփի մեջ փաթեթավորված հնարավորություն։ Մենք պետք է վերցնենք մեր իրավունքը, պետք է վերցնենք մեր պատասխանատվությունը ու եթե հարկ լինի, նաև վճարենք դրա գինը, բայց այդ կլինի մեր վճարած գինը, մեր հայազգի, այլ ոչ թե թելադրված երրորդ կողմի ծրագրի հերթական մաս։ Այսօր մեր ազգը կանգնած է 3 ճանապարհի շեմին, դուք հայր ջան։ Տեսեք, առաջի ճանապարհը 2018-ի կեղծ հեղափոխության շարունակությունն է, որի կուլմինացիան կլինի հերթական ընտրությունը չակերտավոր նույն շրջանակից։
Երկրորդ ճանապարհը միակ քաղաքական խաղի շրջանակներում իշխանափոխություն անելն է, որտեղ նույն ներկա ու նախկին դեմքերն են, ու դա բնականաբար ոչ մի փոփոխություն չի բերելու, քանի որ փոփոխությունը լինելու է ոչ համակարգային։ Իսկ երրորդ ճանապարհը դա վերածննդի ճանապարհն է, դա մեր ճանապարհն է, դա ձեր ճանապարհն է, ու այդ ճանապարհը բաց է, ձեզ ոչինչ չի խանգարում միանալ վերածննդի շարժմանը։ Այդ ճանապարհը, այո, պահանջում է ամեն ինչ, ձեր կամքը, ձեր հավատը, ձեր խիզախությունը, բայց դա միակ ճանապարհն է, որ կտանի դեպի անկախ Հայաստան, ոչ թե սիմվոլիկ, ոչ թե սպասարկվող շահերի մեջ սեղմված, այլ իրական անկախ Հայաստան։ Ու եթե մենք այսօր չընտրենք այդ ճանապարհը, վաղը ոչինչ չի փոխվելու։ Մենակ փոխվելու են դեմքերը, առանց ընդհանուր պլանը փոխելու։ Հայր ջան, վերածննդի ժամանակն է։ Այսօր պատմությունն էս երկրում, մեր պատմությունը, չպետք է գրի ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ այս իշխանական թատրոնի հերթական ռեժիսորը։ Պատմությունն այսօր պետք է գրենք մենք։ Ու եթե հիմա սա լսում ես, այս ուղերձը նայում ես ու սրտումդ մի բան շարժվում է, ուրեմն իմացի քո դերակատարության պահն եկել է։ Մի հավատա պիտակներին, մի հավատա վերևից փաթեթավորված դերաբաշխումներին, հավատա մենակ քո առաքելությանը, ու այդ առաքելության անունը վերածննդի շարժումը։ Հետևություններ արեք դուք, որոշում կայացրեք ինքներդ։ Հանուն Աստծո, հանուն հայազգի, լույսի բանակը արթուն է, պայքարը շարունակվում է։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Yes, I'm Heike, or a big bad. How you thought, Papu, to